Խաղաղություն, թող մեր Տիրոջ անունը փառավորվի եւ մեր այստեղ գալով նախ եւ առաջ իրոք թող Աստծո անունը փառավորվի եւ նրա փառքի համար, ինչպես գրված է, ինչ որ անում ենք, ինչ որ պիտի անենք մեկ նպատակով, մեկ բանի համար, Աստծո փառքի համար եւ ինքնանպատակ ոչինչ հավատացյալի կյանքում չպիտի լինի, ամեն բան պիտի ուղղորդված լինի, ամեն բան նպատակային պիտի լինի։ Եվ միշտ Աստված այդ սկզբունքով է առաջնորդվում եւ նա չի նայում ինչ ենք անում ընդհանրապես, այլ միշտ նախ եւ առաջ նայում է ինչու ենք անում։ Մեր շարժառիթը դրդապատճառը որն է, ինչով որ զբաղված ենք կամ ինչ որ բերում ենք իր առջև կամ փորձում ենք ներկայացնել։ Թող որ Աստծո առջև մեր սրտերը հիմա իրոք մեր անձերը ինչպես որ Տերը կուզենա այդ դիրքի, այդ վիճակի մեջ գտնվեն, իսկ դա խոնարհության վիճակն է, խոնարհությամբ եկած լինենք իր առջև, դա ծարավ վիճակն է, ծարավով եկած լինենք, փափագով եւ եկած լինենք իր առջև երևնալու, իր առջև կանգնելու, ոչ թե մարդկանց։ Այսինքն այստեղ մեզ բերելու պատճառը հենց ինքը լինի, թող Տիրոջ անունը փառավորվի, նրա խոսքը լինի։ Աստված ուրեմն երկրորդ օրինաց գրքի մեջ հետևյալ խոսքում այսպես է ասում. եւ սա միշտ գործողության մեջ է։ Այս խոսքը ուղղված է Իսրայելին, Իսրայելի ժողովրդին, Մովսեսի միջոցով է ասում եւ հետեւյալն է գրված. եւ միտքդ պահե երկրորդ խոսքում է այն բոլոր ճամփան, որ քու Տեր Աստվածդ այս 40 տարի քեզ անապատի մեջ պտտցուց, քեզ խոնարհեցնելու, փորձելու ու սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք դու անոր պատվիրանքները պիտի պահես, թե ոչ։ Աստված միշտ ում հետ նա սկսում է իր գործը, նրա կարևոր, նրա գլխավոր նպատակը սա է, սրտիդ միջինը իմանալու։ Այն չէ, որ արտաքուստ ով ես դու եւ ինչով ես զբաղված եւ ինչեր ես անում, ինչպես ասեցի, Աստծուն հետաքրքրում է ոչ թե ինչը նախ, այլ ինչուն։ Այդ ինչուն Աստծո համար խիստ կարևոր հարց է, ինչու, որն է դրդապատճառը, և իրոք Աստված ամեն ինչ այս ուղղությամբ կանի, որպեսզի բացահայտի, որպեսզի վերհանի այդ ինչուն, նա թույլ կտա քո կյանքում բաներ, կտանի քեզ այնպիսի տեղերով ու ճանապարհներով, որ իրեն համար, իրեն բավարարող այդ ինչուի պատասխանը ինքը իմանա, ինչու դու որոշեցիր Աստծո անունը քո վրա վերցնես, ինչու դու որոշեցիր հավատացյալ լինես, վերջապես ինչու ես դու որոշել Աստծուն պաշտես, Աստծուն, այսինքն ծառայես, պաշտոն մատուցես նրան, հենց դու ինքդ այդպես ինչու որոշեցիր, որն էր քո սրտի մեջ եղած շարժառիթը, դրդապատճառը որն էր։ Եվ Հոբի գրքից այստեղ եկեք այս մեկ կարճ խոսքը արդանք հիշենք նորից, երբ հակառակորդը փորձեց չարախոսել Աստծո առջև, հիշում եք դուք Հոբի հետ կապված, Աստված իհարկե վկայեց Հոբի մասին, եկեք կարդամ առաջի գլուխ, հետևյալ հատվածը կարդանք նորից լսենք։ Եվ Տերը ասավ Սատանայի, ուրկեք ու գաս, 7 խոսքից եմ կարդում։ Սատանան պատասխան տվավ Տերոջը ասավ, երկրի վրա շրջել են, անոր մեջ պտտել են, եւ Տերը ասավ Սատանայի, իմ հոբ ծառայիս աղեք ուշադրություն ըրիր, որ երկրի վրա անորպես կատարյալ եւ արդար Աստվածավախ չարությունը ետ քաշվող մարդ չկա։ Սա ասում է Աստված իր հոբ ծառայի մասին, հակառակորդին է ներկայացնում։ Եվ
ուշադրություն արեցիր իմ հոբծարային ասում է, որ նրապես, ահա, ինչպես նա է, չկա մեկը։ Ու սատանա պատասխան տվավ Տիրոջը ու ուսավ. Միթե հոբը ձրի կպաշտես Աստված, ահա պատասխանը հակառակորդի։ Միթե հոբը ձրի է պաշտում Աստծուն, ահա այս հարցը հակառակորդը դրեց Աստծու առջև հոբի անվան հետ կապված։ Եվ նա միշտ ցանկացած անունի հետ կապված կարող ենք այստեղ հոբի տեղ դնել յուրաքանչյուրիս անունը։ Միթե դու Աստծուն ձրի ես պաշտում, սա նրա առաջ քաշած հարցն է։ Եվ Աստված հոբի դեպքում ահա թույլ տվեց, այդ պատմությունը դուք գիտեք, նա թույլ տվեց, որ փորձվի եւ ընդհանուր ամեն ինչ վերցվեց հոբից, այդ մեծ փառքի, մեծ հարստության եւ մեծ ընտանիք ունեցող անձնավորությունը զրկվեց ամեն ինչից։ Ընդհանուր երբ որ նա նորից եկավ եւ կանգնեց Աստծու առջև եւ ասեց եւ Աստված ասեց տեսար որ նա իրավամբ այնպես ինչպես ես ասեցի նա իրոք այդպիսի մեկն է հոբի մարչև նա նորից հաջորդ ուրեմն տարբերակ առաջարկեց եւ ասեց դե դու նրա ունեցվածքին դիպար հիմա անմիջապես իրեն դիպչիր կտեսնես որ նա կհայոյի քո անունը բայց հոբի հետ թույլ տված իհարկե Աստծո թույլտվությամբ Աստված ասեց թույլ եմ տալիս վերջապես բայց նրա կյանքին չդիպչես եւ հոբը մտավ ծանր այդ փորձությունների այդ շրջանը ու այդ ընթացքը ամբողջ մենք տեղյակ ենք ովքեր կարդացել են ինչերով անցավ հոբը եւ այդ ծանր փորձությունը այդ քննությունը հոբը ուրեմն Աստծո առջև էր տալիս թե իրավամբ մեկ կարևոր բան կար իսկապես այդ հարցի պատասխանը պիտի ճշտվեր հոբը Աստծուն ձրի է պաշտում թե չէ հոբի աստվածպաշտության դրդապատճառը ո՞րն է ինչու է հոբը որոշել Աստծուն պաշտի ինչու ես դու որոշել Աստծուն պաշտես բոլոր ժամանակներում բոլոր հավատացյալների առջև այս հարցը դրված է ինչն է դրդապատճառը որ դու որոշեցիր ինձ պաշտես արդյոք կա մի բան կամ կգտնվի մի բան մի պատճառ որ երբևէ դու փոխես քո որոշումդ եւ այդ ինչ պատճառով դու դադարես Աստծուն պաշտելուց կա մի բան որ Աստված եթե չտա քեզ կամ կա մի բան որ Աստված որ դու ունես եթե վերցնի քեզանից դու դադարես Աստծուն պաշտելուց որն է աստվածպաշտության դրդապատճառը հիմքում ընկած շարժառիթը որն է սա խիստ կարևոր հարց է ամեն հավատացյալի առջև որ դրվում է ով գալիս է Աստծո հետ ընդհանրապես գործ ունենալու եւ Աստված որևէ մեկին չի եղել երբեք եւ այդպես երբեք չի արել ու չի անում որ նա ստիպի կամ համոզի որ ինչ որ մեկը այդպես ստիպողաբար Աստծուն պաշտի կամ ծառայի չի եղել այդպիսի բան Աստված երբեք նման շարժառիթով Աստծո առջև եկողներին երբեք ծառայության մեջ չի ուզեցել տեսնի եւ չի էլ տեսել որովհետեւ Աստծուն պաշտողները պիտի պաշտեն նրան հոգով եւ ճշմարտությամբ Աստծո երկրպագողների համար Հիսուսն ինքն ասեց ժամանակ է գալու որ բոլոր երկրպագողները տեղից ու ձևից չի կախված, այլ կարևորը սա է, որ մարդը Աստծուն երկրպագի, Աստծու առջև գա, Աստծու խոնարհվի եւ Աստծուն պաշտի, ահա այս դիրքից, այս իրականության, այս ճշմարտության մեջ հոգով եւ ճշմարտությամբ։ Եվ որն է այդ ճշմարտությունը, որն է այդ հոգին, որ ավետարանով Աստված հայտնում է, որ այդ հոգու մեջ, այդ ճշմարտության մեջ Աստծու առջև մարդը գա խոնարհվի Աստծու առջև եւ երկրպագի Աստծուն եւ որոշի ծառայել ու պաշտել Աստծուն։ Եվ իրոք ավելի մեծ կոչում, ավելի մեծ պատիվ չկա ու չի եղել երբեք ու չի լինի մարդուն, մարդ արարածին տրված, քան Աստծուն երկրպագելու, Աստծուն պաշտելու պաշտոնը, այդ ծառայությունը։ Ավելի մեծ, ավելի պատվավոր ծառայություն մարդ արարածի համար գոյություն չունի։ Սա իր արարչին, իր ստեղծողին,
առանց պայմանի, անկախ բոլոր իրավիճակներից, նրան պաշտելու եւ երկրպագելու իրականությունն է, որի մեջ Աստված ուզում է տեսնի ամեն մեկին իր հոժար կամքով, իր հոժար ազատ ընտրությամբ եկած։ Սիրելի հոգի, դու կարող ես առանց հանդիմանվելու ասես, ես որոշել եմ Աստծուն պաշտեմ առանց պայմանի։ Եվ իմ պաշտամունքը պիտի լինի հավիտյան եւ ոչ մի բան չի կարող փոխել իմ պաշտամունքը, իմ ծառայությունը Աստծուն։ Երբ որ Հիսուսը փորձվում էր անապատում, հակառակորդը, երբ այդ փորձությունները, այդ առաջարկները արեց Հիսուսին, նա վերջի հարցը, որ ուղղեց Հիսուսին, հիշում եք, որ նա ինչ առաջարկեց, եւ նրա գլխավոր նպատակը հենց դա է, ինչ ասեց ցույց տալով այդ ամենը, ասեց ես քեզ կտամ միայն մի պայման ինձ, եթե երկրպագես։ Հիսուսը ինչ պատասխանեց, ետից գնա սատանա։ Եվ Հիսուսը իրոք նա այդ պատասխանը տվեց, որովհետև ինքը հետարքիր է, որ հակառակորդը նա Հիսուսը ճանաչում էր ով է Հիսուսը, բայց քանի որ Հիսուսը մարմնի մեջ էր, նա Հիսուսի հետ վարվում էր որպես մարդու, նա մտածում էր, ահա նա մարդ վիճակի մեջ է եւ տեղի կտանա, որովհետեւ նա իր վերջապես մտածելակերպը այդքան էր, չգիտեմ, բայց նա որքան հիմար էր եւ անմիտ, որ Հիսուսին այդպիսի առաջարկ արեց, եւ Հիսուսի պատասխանը միանշանակ էր, ետից գնա սատանա, միայն քոտեր Աստծուն, դա Մատթեոս 4:10 է գրված է, նրան պաշտես ու նրան երկրպագես, միայն նրան պաշտես ու նրան երկրպագես, եւ առանց պայմանի, ինչու, որովհետև Աստված իր որդուն է տվել մեզ, օրինակ կարող ենք իսկապես դա ընդունել որպես մեր նրան պաշտելու պատճառ, այո, գրված է Աստված այնպես սիրեց, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ հավատա նրան չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա, իսկ եթե որդուն չտար, օրինակ եմ ասում, դա նրա սիրո ապացույցն էր, դա նրա սիրո չափն էր, որ նա տվեց որդուն եւ նա չափսոսաց հանուն ինձ եւ քեզ, որ հավիտենապես ունենա, որ մենք վերականգնվենք Աստծո հետ մեր հարաբերությունների մեջ եւ Աստծո զավակ լինենք, դա իր կողմն էր, բայց եթե անգամ ծայրահեղ բան եմ ասում ես, եթե Աստված չտար իր որդուն, մարդը, Աստծո ստեղծած մարդը Աստծուն պիտի պաշտի, թե չէ։ Եթե նա է քո արարիչը, եթե նա է քո Աստվածը, եթե նա է քեզ ստեղծել, երում պիտի պաշտես։ Ամբողջ հարցը սրանում է, որ ոչ թե մենք Աստծուն որոշել ենք պաշտենք, երկրպագենք, որ Աստված ինչ որ բան է տվել կամ ինչ որ բան է արել մեզ համար, ոչ, որովհետև եթե մենք այս հոգեբանությամբ հարցին մոտենանք, ինչ որ մի օր, ինչ որ մի պատճառ կգտնվի, որ մարդը կարող ասի, բայց այս բանն էլ եթե անեիր ինձ համար, կամ այս բանը ինչու չտվեցիր ինձ, ինչ որ մի բան կգտնվի, որ պատճառ կարող է հանդիսանա, որ մարդը դադարի Աստծուն պաշտելուց, բայց մենք Աստծուն եկել ենք ծառայելու առանց նախապայմանի, առանց որևէ պայմանի, զուտ մեկ պատճառով, նա իմ արարիչն է, նա իմ ստեղծողն է։ Եվ այդ նույն Հոբը, երբ այդ փորձությունների մեջ էր, ինքը հետարքիր է, որ իհարկե ամբողջ Հոբի գրքում մենք տեսնում ենք նրա խոսքերը հենց այդ մասին են, ոչ թե Հոբը բողոքում է Աստծուն, թե որքան վատ բան արեցիր կամ ոչ ճիշտ բան արեցիր իմ հանդեպ, այլ Հոբի անհանգստությունը մեկ բան էր, ինչու է այս ամենը տեղի ունենում։ Հոբը ուզում էր իմանա ինչու, ընդամենը ինչու։ Եվ այդ նույն Հոբը 13-րդ գլխում այսպես է ասում, թեև նա ինձ սպանի էլ, դարձյալ նրան պիտի հուսամ։ Թեև նա ինձ սպանի էլ,
Այս ծանր վիճակի մեջ է թույլ տվել, որ հայտնվեմ, բայց անգամ եթե նա ինձ սպանի էլ, էլի ես իրեն պիտի հուսամ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրիշ օրինակ հիշեք Սուրբ գրքից նորից, այն 3 պատանիների երիտասարդների պատմությունը Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի, որ նորից ծանր փորձության առջև կանգնեցին։ Եվ այդ թագավորը Նաբուգոդոնոսորը նրանց տվեց վերջին շանս, վերջին հնարավորություն, բոլորի առջև ասեց, եթե հիմա ընկնեք եւ երկրպագեք նվագարանների ձայնը լսելուց հետո, ես ձեզ կներեմ ձեր արածը, բայց նրանք ինչ պատասխանեցին, հիշում եք, Դանիելի 3-րդ գլխում է գրված, եկեք մեկ անգամ այդ տեղը կարդանք, միասին լսենք, Դանիել 3-րդ գլուխ 16 խոսքից, պատասխան տվին Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը թագավորին ուսին, ով Նաբուգոդոնոսոր, այս բանի վրայով քեզի պատասխան տալու հարկավորությունը չունենք։ Ահա մեր պաշտած Աստվածը մեզ բորբոքած կրակի հնոցեն ազատելու կարող է։ Նա այն Աստվածն է, որ կարող է այդ քո հնոցից բորբոքած կրակով հնոցից ազատի մեզ եւ քո ձեռքից էլ մեզ պիտի ազատե ով թագավոր։ Հետարքիր դավանություն են անում, բայց շարունակությունը նորից շատ կարևոր է։ Այստեղ նրանք վերջակետ չդրեցին, որ Աստված այդպիսի Աստված է, նա ամենակարող է։ Ապա թե ոչ, այսինքն իսկ եթե չազատի էլ, որ նա կարող է ազատի, դա փաստ է, նա այդ Աստվածն է, նա ամենակարող է։ Ինչ ուզես նա կարող է անի, այսինքն իրավամբ, ինչ որ իրավացի է, Աստված չունի խնդիր, որևէ անհնարին մի բան հնարավոր դարձնելու, բայց սա հարցի մի կողմն է, շարունակությունը նույնպես կարևոր է Աստծո համար։ Նա ուզում է քո սրտի միջինը իմանա, 40 տարի ասում է ես հենց քեզ անապատի մեջ Իսրայելի ժողովրդին է ասում, դրա համար էի պտտում եւ այդ տարբեր վիճակների մեջ դնում քեզ, որպիսի մեկ բան պարզեմ, քո սրտի միջինը իմանամ, դու իմ խոսքը իմ պատվիրանները պիտի պահես, թե չէ, առանց պայմանի, դու ինձ պիտի պաշտես, թե չէ ըստ էության, իրոք քո պաշտամունքը, քո ծառայությունը, ինչ հիմքի վրա է կառուցված, սիրելի հոգի, դու ինչու ես եկել Աստծուն պաշտելու, սա կարևոր հարց է ամեն մեկին ուղղված, թող Տիրոջ անունը փառավորվի, եւ նրանք այդ պատասխանը տվեցին, իսկ եթե ոչ, այսինքն եթե չազատել, քեզի հայտնի լինի ով թագավոր, որ մենք քո աստվածները չենք պաշտեր, եւ քո կանգնած ոսկի արձանիդ երկրպագություն չենք կներ։ Մենք նրան պիտի պաշտենք, նա է մեր Աստվածը։ Քո Տեր Աստծուն պաշտես եւ երկրպագես։ Ասա է պատասխանը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եկեք ոտքի կանգնենք եւ Աստծո առջեւ իրոք մենք մեր սրտերի մեջ այս հարցը տանք, իսկապես անկեղծ Տիրոջ առջև կանգնած, ոչ թե մարդկանց, այլ Տիրոջ, մենք ինչու ենք որոշել լինել հավատացյալ, ինչու, պատճառը որն է Աստծուն մեր պաշտելու, որ նա մեր խնդիրները կլուծի, որ նա մեզ այս կամ այն բանը կտա, այս այն պրոբլեմը կհարթի, որ հիվանդությունս կվերառնի ինձանից, որ հաջողություններ կտա երկրավոր այս կյանքում, իմ տարբեր, չգիտեմ, դժվարությունների մեջ, ինչու, սա շատ կարևոր հարց է, մեր երկրպագության, պաշտամունքի, Աստծուն ծառայելու հիմքում ինչն է ընկած, արդյոք այն ճշմարտությունը, որ Աստված իմ արարիչն է, նա իմ ստեղծողն է, անգամ իմ սիրուց նա խաչը բարձրացավ եւ արեց անհնարինը ինձ համար, նա իմ ստեղծողն է եւ ես նրան պիտի երկրպագեմ, թեկուզ ամեն բան ընդհուպ վերցնի Աստված ինձանից ու ոչինչ չտա սրանից հետո ես նրան պիտի պաշտեմ։ Եկեք աղոթենք։